Բարև ձեզ, եթերում տեսլականն է։ Հայաստանը ճակատագրական ուղու վրա է։ Պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա, վտանգ, բայց միթե չկա փրկություն։ Տիեզերքը մեզ ինչ է նախազգուշացրել։ Ինչ է սպասվում վաղը։ Պետականության կորուստ թե վերածնունդ։ Այսօր իմ հյուրը Աստղաբան Գայանե Սարգսյանն է։ Նա պատրաստ է բացել տիեզերական քարտեզը եւ հայտնել կարևոր փաստեր եւ իրադարձություններ։ Իրոք իրավիճակը բարդ է։ Ապրիլ ամիսը հատկապես որ օրերն են վտանգավոր, շատ լուրջ փոխզիջումների են գնացել։ Որ նրանք են նախահարցակ լինելու նրանց ասած ամսին։ Այո, հենց այդպես էլ հնարավոր, ոչ թե հնարավոր է, հենց այնպես է։ Որ օրերին է Ալիևը փորձելու հարձակվել Հայաստանի վրա։ Դա կարող է լինել ապրիլի 18 եւ 24 այդ ժամանակահատվածն է։ Խոսենք Հայաստանին սպասող վտանգների մասին։ Ինչ որ գաղտնիք է բացահայտվելու։ Թույլ չեն տալու Ալիևին։ Ով թույլ չի տալու։ Գերտերությունները Ռուսաստան եւ Ադրբեջանի քարտեզը ավելի վատ վիճակում է։ Որտեղ է լինելու առաջին վտանգավոր պայթյունը։ Ալիևի կոզերը ջարդելու են։ Այո, կարող են ջարդել, եթե ինքը լավ չպահի իրեն։ Ողջույն Գայանե։ Ողջույն Արեգ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք եւ եկել եք կարևոր փաստեր եւ իրադարձություններ ջրի երես հանելու համար։ Նմանապես փորձեմ օգտակար լինել ձեզ եւ նաեւ մեր հետևորդներին։ Գայանե, նախ փորձենք հասկանալ Հայաստանը այսօր ինչպիսի շրջանի մեջ է, ինչ վտանգ է կախված Հայաստանի վրա եւ արդյոք խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը կնքվելու է եւ դրանից բխած հարցերի մասին կխոսենք նաեւ։ Համեցեք։ Ես հիշում եմ, դուք երևի շատ եք անում այսպես հաղորդումներ, չնայած ինքս էլ շատ մասնակցություն եմ ցուցաբերում տարբեր հարթակներում, բայց հենց հստակ ձեր հաղորդման շրջանակներում ասեցի, որ մարտ-ապրիլ ամիսներին լարված է լինելու։ Հիշում եք ինչ ասեցիք։ Կանե ջան, մեր հետևորդները հետևելու են եւ հետո փորձելու ենք ձեր կանխատեսումների ճշգրտությունը։ Հիմա ինչ եք ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ իրոք իրավիճակը բարդ է, բայց հնարավոր է, որ դուրս գանք այդ վիճակից։ Ինչի մասն է խոսում, հիշեցիք թե չէ։ Հիշեցի։ Բարդ դիրքավորումների մասին ենք խոսում։ Այո, Մարսը խեց գետնու, որ կրկին ադրբեջանական կողմը սադրանքների է գնալու մարտ-ապրիլ ամիսներին։ Նույնիսկ օրեր եմ նշել, այդ օրերն եմ նշել։ Ինչ է կատարվում, քանի որ նրանց քարտեզում, Ադրբեջանի քարտեզում իջնող հանգույցն է գտնվում խեցգետնի կենթանակերպում, բայց շանսերը նրանց քիչ են, ասեմ ձեզ, կփորձեն սադրանքների գնալ, կրկին նոր նարատիվներ կտարածեն, որոնք իրենց բովանդակությամբ կլինի այսպես կամ փոփեն արևմտյան Ադրբեջան կամ չգիտեմ նմանատիպ այդպիսի հաղորդագրություններ կլինեն։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ եւ Ռուսաստան այդ երկու գերտերությունների ղեկավարների քարտեզների դրական դիրքավորումները կկանխեն այդ ապագա սադրանքները Ադրբեջանի։ Այդպես ըստ աստղաբանության հուսամ, որ քանի որ տիեզերական օրենքները ոչ միայն տիեզերքում են ակտիվ, այլ դրանք ակտիվ են, նրանք այն ինչ վերևում է նույնը ներքևում է։ Ամիսներ առաջ ասացիք, որ մարտ-ապրիլ ամիսները վատ դիրքավորումներ են եւ թշնամին կարող է ինչ որ ագրեսիայի դիմել։ Ապրիլ ամիսը մեր արժևում է ու շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ, ադրբեջանագետներ, նաեւ խորագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ ապրիլը վտանգավոր է, ապրիլի 24-ը վտանգավոր է, թուրքը ձեռագիրը չի փոխել։ Ըստ ձեր աստղաբանական քարտեզի, ապրիլ ամիսը հատկապես որ օրերն են վտանգավոր, որ օրերին է Ալիևը փորձելու հարձակվել Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ չի փորձելու, նրան թույլ չեն տալու։ Փորձելն ուրիշ բան է, նպատակներ դնելն ուրիշ բան է։ Նա այդ կարևոր գործողություններին հուսանք, որ հնարավորություն չի ունենա։ Եթե հիշում եք անցած տարի կամ նախորդ տարիներին ես հստակ օրեր եմ նշել, այստեղ մեր հետևորդները ճիշտն ասած նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հետևորդներին
այդքան եւ դրական մեկնաբանումներ գրելու եւ հավանումների համար մոտավորապես 1500-ից 2000 հավանում եւ բարձր դիտումների համար դա գրավականն է իմ աշխատանքի եւ ճիշտ կանխատեսումների։ Հաջորդի անցնեմ նրան, որ իրավիճակը բարդ է, բայց կարծում եմ, որ վերահսկելի է։ Եթե նախորդ խավարումը խոյում էր հստակ անցած տարի իմ այդպես ես վախենում էի իրականում եւ ինչ տեղի ունեցավ այդ ճնշումների արդյունքում տեղի ունեցավ հաղորդման ժամանակ էլ ասեցի որ մոլորակային դիրքավորումները բարդ են պատերազմի վտանգ կա բայց տարբեր ճանապարհներ կարող են լինել լուծելու եւ լուծվեց այն ճանապարհով այդ մեր տարածաշրջանում Տավուշի տարածաշրջաններ չէ այնտեղ այդ մի քանի կարևոր ռազմավարական դիրքեր ուղակի առանց կռվի եղավ առանց կռվի, բայց իրականում եթե հանկարծ նրանք հարձակվեին, դա մասշտաբային մեծ պատերազմներն է եւ կորցնելն է։ Այս տարի վիճակը ավելի թույլ է, Ադրբեջանի քարտեզը ավելի վատ վիճակում է։ Եվ ես հիշում եմ, երբ որ ձեզ մոտ կանխատեսումներ ամ հունվարին չէ մենք հանդիպեցինք։ Այո։ Ահա։ Հունվարին ես ասացի, որ Ադրբեջանի նախագահի քարտեզը բարդ մոլորակային դիրքերի ազդեցության տակ է, դուք նշեցիք ինչ ասեցիք կամ օթային հարձակում կամ on-line հարձակում ինչ որ բան կամ հեղափոխական, որտեղ այդտեղ ես Պլուտոն եւ Մարս մոլորակների դիրքերը առյուծ եւ ջրհոս եւ նրա լուսինը կարծեմ որքան հիշում եմ առյուծում է համենայն դեպս շատ կարեւոր մոլորակային դիրքավորում ինչ է տեղի ունեցել մեր հաղորդումից մի քանի օր հետո տեղի ունեցավ ռուսական ավիա այդ ինքնաթիռի վթարը դեպքը ադրբեջանական ինքնաթիռի վթարը հա Ռուսաստան Աբխազիան Ռուսաստան բայց ինչու՞մն էր հարցը այդ նույն ժամանակահատվածում հենց Ալիևն է եղել մեկ այլ ինքնաթիռի մեջ եւ գիտեք ինչ է եղել նշված օրերին որ ես նշում եմ եւ նաեւ նմանատիպ մի դիրքավորում կա ապրիլի 18-ի մոտակայքում այնտեղ ինքնաթիռը չի կարողացել կողմնորոշվի ռադարները չեն բռնել համապատասխան ալիքները եւ վերահսկողությունից դուրս գալիս է եղել ինքնաթիռը եւ դա աղմկահարույց տեղեկատվություններ չգիտեմ գիտեք դուք թե ոչ եւ այնտեղ նրանք ուղղակի անուղղակիորեն թե ուղղակիորեն մեղադրում են ռուսական կողմին որտեղ կարողացել են խլացնել համապատասխան ռադիոալիքների այդ հաճախականությունները։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Ալիևը արդեն 2 անգամ հրաշքով փրկվել է։ Հենց այդ օր ինքը հրաշքով փրկվել, այն ինչ որ ես ասել եմ, այո։ Այն ինչ որ ասեցի Դոնալդ Թրամփի համար 5 օր առաջ ամբողջ համացանցը տարածում էր 5 օր առաջ, սիրելի հետևորդներ, դրանք ուղղակի բարդ դիրքավորումներ են, ինչպես 1-2 օր առաջ անձրևներ էր, ինչ է կատարում։ Աստղաբանը ինչ որ հատուկ ուժերի հետ, չգիտեմ, հա, մեզ աստղաբանությունը կապ չունի գուշակության հետ։ Մեզ մոտ կանխատեսումներ, ինչպես եղանակային կանխատեսումներ, այնպես էլ մոլորակային, տիեզերական այդ մոլորակային դիրքերի կանխատեսումներ։ Երբ անձրև էր գալիս մի քանի օր առաջ, 1-2 օր առաջ, ինչ է տեղի ունենում։ Նայում ենք, ինչպես մենք ենք ասում, բարդ դիրքավորումներ են, այնպես էլ այդ եղանակային տեսության ժամանակ ասում են, որ այսպես անբարենպաստ եղանակային պայմաններ են տնից դուրս չգան եւ կախված մարդու անձնական անհատական քարտեզից թե քարտեզը ինչ վիճակում է գտնում այդ դիրքավորումները ազդեցությունն է եթե քարտեզը թույլ վիճակում է գտնում ինչպես այն մեկի համար որը ունի համապատասխան հագուստ կոշիկ ունի համապատասխան փոխադրամիջոց ժամերով կարող է սպասել դրսում թրջվել կայծակի անձրևի ձյան առադյան տակ ընկնել մեկ ուրիշը սպառվում է տանը դուրս չի գալիս ինչպես հենց սովորական այս դիրքերի ժամանակ այն մյուսը բարեկեցիկ կյանքով է եւ կարծես նրան ոչինչ չի սպառնում այդ նույնը տեղի ունենում աստղաբանական հաշվարկների ժամանակ մենք դիտարկում ենք բարդ մոլորակային դիրքավորումներ ըստ այդմ այդ դիրքավորումները համատեղում ենք անձանց մարդկանց պետությունների գերտերությունների համապատասխան մարմինների այդ ծննդյան տվյալների հետ տեսնում եք այդ ժամկետները դա է ինչ որ գաղտնիք չկա եւ Պլուտոնը արդեն իսկ ջրհոսի կենթանակերպում է մինչեւ 2043 թիվը այն գտնվելու է այդտեղ եւ հանրության մեծ մասսաներին արդեն իսկ
նույնիսկ աստղաբանությունը հասանելի է լինելու, յուրաքանչյուր անձ կարողանում է 2020 թվականի դեկտեմբերի 23-ից եւ Սատուրնը եւ Յուպիտերը, դրանք սոցիումի երկու մոլորակներ են, անցել են ջրհոսի կենթանակել, արդեն իսկ հրահանգ տրվեց եւ դրան փաստորեն 20 թվականի դեկտեմբերից եւ ինչ էր կատարում 20 թվականին հենց կոവിഡ്ներ, չէ, միտումնավոր մարդկանց կարծես նստեցրեցին տանը, նրանք այլ զբաղմունք չունեին, համացանցում էին փնտրում ինչ որ հետաքրքրություններ եւ հենց դա նախապայման էր, որպեսզի մարդկությունը կամաց անցնի նոր այդ մտածողության, նրա նոր հմտություններ ձեռք բերի եւ այսուհետեւ 20 թվականի դեկտեմբերի 20-22-ի մոտակայքում եւ այսուհետեւ Պլուտոնը ջրհոսում է, ամեն ինչ բաց է լինելու եւ յուրաքանչյուրը կարող են բացել, իրենց անունը տեղադրել, համապատասխան ծրագրերը կա, այդ ծրագրերով հաշվարկել, հասկանալ իրենց թույլ կողմերը, այն ինչ ծրագրով են եկել, հասկանալ ուժեղ կողմերը, զարգացնել այդ հմտությունները, ներուժը եւ ի վերջո կարողանան շատ թե քիչ ներդաշնակ ապրել տիեզերական այդ տենդենսների հետ։ Իհարկե երբեմն ճակատագրական են լինում այդ բարդ մոլորակային դիրքերը, ինչպես կայծակի նման կարող են խփել, կայծակը ինչպես կարող է խփել անձին մահացու հարված հասնել։ Այո, դա նաև լինում է Մարս-Պլուտոն մոլորակների ազդեցությամբ եւ մոտակա ապրիլի 18-ի մոտակայքում մոտավորապես դա կարող է լինել ապրիլի 18 եւ 24 այդ ժամանակահատվածն է, բարդ դիրքեր կան, նայած արդեն կախված առավելապես բարդ կարող են լինել առյուծ, ջրհոս, այնտեղ ցուր եւ կարիճ կենթանակերպերի առաջին 10-օրյակի մոտ ծնվածները, բայց արդեն քարտեզը պետք է դիտարկվի, հասկանալի լինի, որ ոլորտներն են։ Կարող է ոչինչ չլինել, ուղղակի հոգեբանական թեթև լարված վիճակ լինել, կախված արդեն անձի եւ պահվածքից եւ կենսակերպից։ Եթե մարդը կոնֆլիկտային է, Արեգ ջան, ողջ օրը կռվում է, դուրս է գալիս բարդ մոլորակային դիրքավորումները, նրանք ավելի կբարդացնեն նրա վիճակը։ Իսկ եթե մարդը ունի կայուն հոգեվիճակ, զբաղված է իր աշխատանքով, ինտրիգներ, կոնֆլիկտներ չի սարքում, այդ օրը կարող է կողքից ինչ-որ բաներ լինեն, հա, խանգարող, խոչընդոտող, բայց եթե կայուն հոգեվիճակ ունի, կարողանում է ինքը իրեն զսպել, ոչինչ չի լինի։ Խոսենք Հայաստանի սպասող վտանգների մասին, բարդ դիրքավորումներ տիեզերքում, երկնքի քարտեզը, որքանով է խարխլված եւ ինչ է սպասվում Հայաստանին։ Ուրեմն նախորդ մեկ շաբաթ 10 օր առաջ այդպիսի հայտարարություն արեցի, որ ամսի 14-ը բարդ է լինելու մեր երկրի համար, երկրի գործող իշխանության համար, առաջին դեմքի համար է բարդ լինելու, հստակ օր եմ նշել ամսի 14-ը։ Դրա գրողը հարցրեց, ինչ կարող է լինել, ասեցի, որ ինչ որ գաղտնիք է բացահայտվելու եւ դրական միտումով եւ բացասական դրական միտումով խաղաղության պայմանագրի այդ մեկնարկը, բացական միտումները, որ շատ լուրջ փոխզիջումների են գնացել։ Այո, այդպիսի մի իրավիճակ բարդ էր, ամսի 14-ին էր, դա լուսնի խավարումով էր պայմանավորված, ասեմ, որ շատ ճնշումներ են գործադրվում պետական այերի բարձր մակարդակով նրանց վրա։ Երկրի ղեկավարի վրա։ Այո, ճնշումներ են գործադրվում, բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ գերտերությունները Ռուսաստանը եւ ԱՄՆ նրանց առաջնորդների քարտեզները դրական դիրքեր կան։ Այսպես Յուպիտերը շատ մեծ ֆակտոր չէ, բայց այն հնարավորություն է տալիս գոնե խոսելու խաղաղության պայմանագրի մասին, գոնե։ Գերտերությունները ճնշում են Նիկոլ Փաշինյանին։ Տվյալ դեպքում ճնշում են այն առումով, որպեսզի նրանք ընդառաջեն խաղաղության պայմանագրի այդ ստորագրմանը։ Խաղաղության պայմանագիր, որը վնաս է բերելու Հայաստանին։ Կախված թե պայմանագիրը ինչ բովանդակություն պետք է ունենա։ Ես չգիտեմ բովանդակությունը այնտեղ ինչ է։ Դուք ինչ եք տեսնում կանխատեսումներում ձեր մենք փոխզիջումներ անելու ենք, ունենալու ենք կորուստներ։ Փոխզիջումներ ամսի 14-ի քարտեզում էր նկատվում։ Փոխզիջումներ ամսի 14-ի։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի պոկի Հայաստանից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Դա լինելու է։ Տեսեք, քանի որ Յուպիտերը երկորյակում է, երկորյակը դա տրանսպորտն է, ենթակառուցվածքներն են համապատասխան, դա միջանցքն է, դա տարածքային ճանապարհ, ամեն ինչ տանում է դրան։
բայց լավ բանակցելու արդյունքում հնարավոր է, որ կարողանան արդյունքներ ունենալ, քանի որ այդ 3 ղեկավարները եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի, եւ նաեւ Հայաստանի ղեկավարների քարտեզները այս պահին ավելի բարեդրացիական հարաբերություններ։ Ավելի կոնկրետ խոսենք, դուք կանխատեսում եք եւ կարողանում եք մոլորակների դիրքով հստակ ասել։ Գայանե, խնդրում եմ մի թաքցրեք։ Բացեք փակագծերը, չէ, բնավ, քավլիցի։ Դուք ասում եք, եթե այսպես լինի, այսպես կլինի։ Բոլորս գիտենք դրա մասին։ Դուք տարբերվում եք նրանով, որ կարողանում եք ժամանակին կանխատեսել։ Դա է ձեր մասնագիտական առավելությունը։ Հիմա կգրեմ, ինչ է կանխատեսել, որ այդպեսի։ Դուք կանխատեսեք, մենք կորուստներ ունենալու ենք։ Գիտեք ինչ որ հստակ պատասխան։ Չէ, Արեգ ջան, չեմ կարողանում։ Ախր այդ մարդկանց ներսից չեմ գալիս, իրենց աշխատակազմից չեմ եւ իրենց այդ գործառույթը չեմ կատարում։ Բայց ձեր մասնագիտության հիմնական մեսեջը ո՞րն է։ Մեր մասնագիտության հիմնական մեսեջը նա է, որ նկատում են դրական դիրքավորումներ, դրական տենդենսներ ինչ որ գործի համար։ Այսինքն խաղաղության պայմանագրի Այսինքն ձեր մասնագիտությունը ելքեր չի ընդգրկում իր մեջ։ Ելքերը այն է, անեն թե չանեն, այս ժամանակահատվածում ախր չթողեցիք խոսեմ, մեր երկրի ղեկավարը հնարավորություն ունի ավելի բարերար, բարենպաստ դիրքերում հայտնվելու համար, բայց մենք չենք մոռանում, չէ, որ մեր թշնամիների մեջ եթե ունի հայտնվելու ենք ավելի լավ դիրքում։ Հուսանք, որ այո։ Իսկ եթե հուսալիությունը դնենք մի կողմ, ավելի ճշգրիտ խոսենք։ Տեսեք, մինչև հունիսի 6-ը այդ դրական հնարավորությունները ավելի շատ են։ Արյունահեղությանը պատրաստվում Ալիևը։ Ես նորից եմ ասում, նա կարող է շատ բանի պատրաստվել, բայց արդեն իսկ պատրաստվում է Ալիևը արյունահեղության։ Նա իր 3 անցած օրը արդեն իսկ ցանկանում էր։ Ես ինչպես ասեցի, հունվարին եմ ասել, որ ապրիլին հասնելու է դա գագաթնակետին։ Թույլ չեն տալու։ Թույլ չեն տալու Ալիևին։ Ով թույլ չի տալու։ Գերտերությունները Ռուսաստանը եւ Ես համոզված եմ տիեզերական դիրքերին բարենպաստ այդ տենդենսներից։ Ասում են, որ Արցախն ընկավ, հիմա հերթը Սյունիքինն է։ Սյունիքում վտանգ տեսնում եք։ Քանի որ Յուպիտերը երկօրյակում է, դեռ մինչև հունիսի 9-ը հնարավոր է խաղաղ ճանապարհով լուծվի այդ ամենը։ Խաղաղ ճանապարհով ի վնաս մեզ։ Երևի թե ոչ օգուտ, ոչ ի վնաս եւ ոչ էլ օգուտ, հոգուտ։ Այդպես ինչպես է ստացվում։ Հնարավոր է, որ Ադրբեջանի ախորժակը չբավարարվի։ Այն պայմանները, ինչ որ նա թելադրում է, այդ պայմանները ուղղակի չստանա իր թելադրածի այդ արդյունքը պայմանը։ Շատ է խոսվում, որ Հայաստանը կանգնած է Սյունիքի կորստի շեմին։ Շատ է խոսվում։ Դուք էլ դրա մասին գիտեք շատ լավ։ Դուք գիտեք նաև սպասվող վտանգի մասին։ Չգիտեմ ինչու չեք ցանկանում բարձրաձայնել։ Ես վտանգը տեսել եմ մարտի 14-ին, հարգելի Արեգ։ Եվ բարձրաձայնել եմ։ Բա խոսեք դրա մասին, մենք ժամանակին իմանանք, պատկան մարմինները ինչ որ ձևով ձեզ ականջալուր լինեն, իրենց քայլերը ժամանակին նախապատրաստեն։ Ես դες ասեմ, որ գերտերությունները, նրանք այդ պատկան մարմինները այնտեղ ունեն համապատասխան ծառայությունները եւ գաղտնի ծառայություններն են դրանք եւ համապատասխան եւ հոգեբանական այդ կենտրոններն են։ Նրանք առաջ նորտում են իրենց սկզբունքներով, քանի որ գերտերությունները ինչ որ որոշում կայացնում են, մենք այս դեպքում հուսամ, որ մանրադրամ չենք։ Դեռ հնարավոր է կանխել ողբերգությունը։ Այո, հնարավոր է։ Գիտեք ինչու, հարգելի Արեգ, անցած տարի մոլորակային դիրքերը շատ բարդ էին։ Երբ ես խոսում եմ այս տարի ճիշտ է իջնող հանգույցի վրա, իսկ իջնող հանգույցը դա հանգույցը աստղաբանորեն արև եւ լուսին այդ երկու մոլորակների լուսատուների հատման կետերն են ուղեցրել։ Դա հնարավորություն չի տա։ Նրանք կցանկանան անցյալից ինչ որ իրավիճակներ, ինչ որ պահանջներ դեն, բայց կարծում եմ, որ չի ստացվի։ Լուսինը ինչպես է տրամադրված Հայաստանի հանդեպ։ Լուսինը թույլ մոլորակ է, Լուսինը ընդհանրապես նա առօրյա մեր կենսական այդ հարցերն է լուծում, հա, բայց քանի որ խավարումների ժամանակ արև լուսինը, եթե տվյալ դեպքում լուսնի խավարում են, լուսատուները էներգիաները բաց են թողնում, հա։ Օրինակ նորալուսինը, որ խոյի կենթանակերպում պետք է տեղի ունենա մարտի 29-ին, որտեղ լիալուսնից արդեն անցանք։ Հարցում եմ ինչի համար, որովհետև ինչու են թուրքերը
ադրբեջանցիները մեծ տեղ տալիս լուսնին եւ լուսնի յուրաքանչյուր հասունացման փուլում փորձում են ինչ-որ ռիտուալներ, ծեսեր անել։ Բայց ես էլ եմ դրա մասին խոսել եւ ամեն անգամ, երբ որ լուսինը խոյի կենթանակերպում են եւ ինձնից հետո արդեն շատ աստղաբաներ սկսել են այդ մեթոդներով հաշվել եւ երբ ես 2021 թվականի երբ այն դեպքերը տեղի ունեցան, դա սեպտեմբերի 11-12-ի հարձակումներն նրանց եւ նաեւ արցախյան դեպքերը հստակ ձեզ մոտ եմ հենց այդ կանխատեսումները կատարել միշտ տեղի են ունենում երբ որ լուսինը խոյի կենթանակերպում է խոյի կենթանակերպը դա ռազմի կենթանակերպն է լուսինը խոյի կենթանակերպում ինչ է անում էներգիան բացում է այնտեղ էներգիան բացում է եւ հենց այդ 20 թվականի սեպտեմբերի այդ հարձակման ժամանակ Մարսն էր խոյի կենթանակերպում ես շատ բարդ դիրքավորումներ կար պատահական չէր Մարսը ինչքան կխոյում կամ խեցգետնում էր եւ կարծեմ հունիս-հուլիսին որ հարձակվեցին 20 թիվներ 20 թվի հունիս-հուլիսին փորձնական հարձակվեցին դա էլի 11-12-ի մոտակայքում նորից լուսինը խոյի կենթանակերպ եղել դուք ինչպես դրա մասին գիտեք ինչ որտեղ էր գրված թե իմ արված նախորդ ժամանակների տեղեկությունը պարզապես գիտեմ թե լուսինը մուսուլմանական երկրներում ինչպիսի պաշտամունքի երևույթ է այո նա խոյում խոյը դա ես կարծում եմ որ խոյը դա ինչ է ոչխարն է չէ նրանք մատաղ են անում այդ դա էլ եմ նաև այդ տեսակետն եմ հնչեցրել կարծես մատաղ են անում արյուն են հանում մատաղ սերունդն է այո լուսնի դիրքը լուսինը ուղղակի կարևոր այդ եթե հնարավորություն եղավ լուսինը ինչ է էներգիայի ամբողջ հոսքը միանգամից ուղղում է մի ուղղության վրա իսկ խոյը դա կռիվն է Սիրելի Գայանե խնդրում եմ պատասխանել Հայաստանի ղեկավարը զգում է այն աղետը որը դուք կանխատեսում եք ինչ է սպասվում Հայաստանին Կարծում եմ որ զգում է ինչպես չի զգում ամբողջ ժողովուրդն են զգում Տեղյակ է Կարծում եմ որ տեղյակ է Հայաստանը Չնայած երևի չի լսում մեզ Հայաստանը ունակ է իր ուժերով պահել տարածքային ամբողջականությունը թե պատերազմը իր խոսքը եւ բացասական էներգիան փոխանցելու է Կարծում եմ ոչ թե ունակ է երևի բայց մենք եթե մեծամտանանք հարգելի արեք պետք է ասեմ մենք կարող ենք ինչպես կարող ենք այդ թշնամական պետություններով շրջապատված բայց այս պահին աշխարհակաղակական այդ խաղացողների շահերը համընկնում են մեր երկրի հետ նաև աշխարհակաղակական խաղացողները դրանք Յուպիտերը երկվորյակի կենթանակերպում Որտեղ է լինելու առաջին վտանգավոր պայթյունը Ասեմ որ Իրանի քարտեզներ է լարված Իրանի քարտեզներ է լարված դա նախ մարտի 29-ի խավարումը նրանց քարտեզում էր ես այստեղ եթե դիտարկեմ ահա այդ լարումներն եմ տեսել ասեմ որ Պուտինի քարտեզներն է լարված իրավիճակում գտնվում եւ Իրանի եւ Պուտինի քարտեզը լարված է մինչ 2025 թվականի ապրիլի 18-ը նույնիսկ օրեր կան այս օրերը եթե մենք դիտարկում մենք 23 մարտ արդեն ամսի 15-ը հանեցինք 15-ից նրանք կրկին 15-16-ներ բարդ լուսինը կշեռքի կենթանակերպ ինչ հետաքրքիր է երբ որ ամսի 14-ին ասում են խաղաղության պայմանագիր պետք է կնքվի իսկ լուսինը կշեռքի կենթանակերպում հաջորդ օրը նրանք դրժեցին եւ կրկին շահարկում են որ հարձակում կա մեր կողմից այդ օր ուղղակի ամսի 15-ին դրա մասին խոսելը ավելորդ էր ամսի 23-ն է մեկ օրվա մեջ Ադրբեջանը 4 սուտ ապատեղեկատվություն է տարածում, իբր հայկական կողմից կրակում են ադրբեջանական դիրքերի վրա։ Ալիևը ինչ է փորձում դրանով հասկացնել։ Ասվում է, որ Հայաստանը զենք ու զինամթերք է ձեռք բերում տարբեր դաշնակից երկրներից եւ պատրաստվում է ապրիլին հարձակվել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանական մամուլը հեղեղված է, պետական պաշտոնյաները, падգամավորները առավոտից գիշեր քարոզչա մեքենան չեն հանգստացնում։ Հայաստանը հարձակվելու է ապրիլին, Հայաստանը հարձակվելու է։ Այս նրանց այդ վարքագծից դուք որպես աստղաբան կարող եք եզրակացնել, որ նման մարտավարությունը իրականացրել եւ սկսում են մի պարզ պատճառով, որ նրանք են նախահարձակ լինելու նրանց ասած ամսին։ Այո, հենց այդպես էլ հնարավոր, ոչ թե հնարավոր է, հենց այնպես է։ Հարգելի արեք, ես ասել եմ, մարտ, ապրիլ ամիսները բարդ են։ Ինչու որտեղ Մարսը կռվի մոլորակը խեցգետնում է։ Խեցգետինը ժողովուրդ, հայրենիք, Մարսը, այո, քանի որ մեր քարտեզում երկու
տարբեր քարտեզներ գոյություն ունեն, Խեցգետինը դա 10-րդ տան սահման է, 10-րդ տունը մեր պետականությունն է, Խեցգետին եւ Այծեղջուր նրանք փորձելու են եւ դա ապրիլի 18-ի մոտակայքում է։ Հենց Մարսը անցավ արդեն իսկ Խեցգետնից առուց եւ մենք օրել ունենք ապրիլի 4, ապրիլի 13-ի լիալուսնը կրկին գաղտնիքներ է բացահայտելու։ Իսկ ապրիլի 24-ը ինչպիսի օր է։ 18-ից մեկ շաբաթ առաջ, 18-ին հենց մոլորակը Մարսը Խեցգետնից անցնում է առուց, բայց ասեմ, որ հենց այդ օրերին Ալիևի քարտեզն է լալված։ Այո։ Այսինքն կարող է Ալիևը սանձահարել մեծ պատերազմ եւ տապալվել։ Ինքը փորձեր կլինի, մեծ պատերազմ չի լինի, Արեգ ջան։ Մոլորակները այդքան շատ չեն եւ այդքան հզոր չեն։ Ամսի 29-ի, մարտի 29-ի մոտակայքում խավարումները արև լուսինը խոյում են, բայց մեծ ֆակտոր որպես այդպեսին չկա։ Ըստ ձեր աստաբանական քարտեզի, խնդրում եմ նկարագրել եւ պատկերավոր ցույց տալ։ Հայաստանը այսօր ինչպիսի ճակատագրական ընտրության առջև է կանգնած։ Տեսեք, ավելի բարդ է եղել անցած տարին, բայց այստեղ, քանի որ ձկների կենդանակերպներ ամսի 14-ին, հայ դատական հայցերն են, ձկները եւ աղեղնավորները, մեր հետևորդները, ովքեր աստղաբանությունից տեղյակ են, նրանք կփաստեն, որ այդ կենդանակերպերը հենց զբաղվում են այդ հարցերով, դատաիրավական հարցերով, ցավոք այդ հարթակում մենք մեր դիրքերը թուլանում են, չէ՞։ Բայց ռազմագերիների հարցերը կարող են լուծվել 2025 թվականի հունիսի 9-ից, երբ որ Յուպիտերը Խեցգետին մտնի, հնարավոր է նրանց վիճակը կամ բարելավի, կամ ինչ որ խմբականակ։ Մեկ տարով ունենք 25 թվականի հունիսի 9-ից մինչև 26 թվականի հունիսի 30-ը։ Այդպիսի դրական տենդենսներ կան, բայց միշտ մենք պետք է զգուշ լինենք։ Սիրիայի դեպքերը տեսնելով հարգելի Արեգ, ինչ ենք տեսնում, երբ որ կադր բերեցինք սոցկայքերից մեկում Facebook-ում երեխաները գետնին այսպես շարած։ Մենք պետք է միշտ զգոն լինենք։ Խոսենք արտաքին ուժի ազդեցությունից, ըստ ձեր տեսանկյունի եւ ըստ ձեր քարտեզների, Իրանն ու Արևմուտքը թույլ կտան Ալիևին սանձահարել նոր պատերազմ Հայաստանի դեմ։ Իրանի քարտեզն էր մի քիչ բարդ իրավիճակում գտնվում ամսի 29-ի, մարտի 20-ի եւ ապրիլի 18-ի մոտակայքում։ Ալիևի քարտեզն էլ ինչ եմ տեսնում, քանի որ Մարս, Պլուտոն այդ երկու բարդ մոլորակներ, որոնք կայծակ, որոնք պայթյուն, կռիվ են ստեղծում, այդ մոլորակները իրենք իդեմ դիմաց են կանգնելու եւ բարդ դիրքեր են ստեղծելու Իրանի վրա, ինչ որ մի կոմպրոմատ կարող է լինել։ Ադրբեջանն էլ այս պահին նա գիտեք ինչ ամ անընդհատ փորփրում է իբր նախկինից բերված ինչ որ բաներ, բայց Ադրբեջանն էլ դժվար կլինի։ Ինչի է հասնելու Ալիևը։ Չի հասնելու։ Ոչ մի բանի չի հասնելու։ Ոչ մի բան չէ, նա այս ամենը ստեղծում է կրկին ինչ որ բան, քանի որ արդեն իսկ ամսի 14-ի դրությամբ խավարումներում էլ հենց այդպես նշված էր, նա կարողացել է բավարարել իր քմահաճույքներից մի քանիսը, չէ, արդեն նոր քմահաճույքներ, նոր պահանջներ, նոր նարատիվներ է առաջ քաշում։ Ալիևի մեջ տեսնում եք Էրդողանի ստվերը։ Անպայման։ Եթե Ալիևը պատերազմ սկսի, Թուրքիան պատրաստվելու է բացահայտ օգնել Ոչ, Ադրբեջանին։ Ոչ։ Չի օգնելու։ Բացահայտ չի օգնելու։ Եթե Թուրքիան այդ ամենը կատարեր, կարծում եմ, որ Թուրքիայի համար հիշում եք, չէ՞, մենք Թուրքիայի այդ երկրաշարժի համար խոսել ենք, երկրաշարժի համար ենք ասել, այս անգամ ոչ։ Չեք տեսնում։ Այստեղ գերտերությունների հարցն է շատ կարևոր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ այս պահին հետաքրքիր է, չէ, քարտեզները ինչպես են աշխատում, կցանկանան, չեն ցանկանա, կլսեն, թե չեն լսի, կքննադատեն կամ կընդունեն կամ չեն ընդունի, բայց միևնույն է, այս պահին այդ երկու գերտերությունները դեռ փոխշահավետ գործարքներ, ինչ որ պլաններ ունեն, բայց 2025 թվականի հունիսից արդեն նրանց մոտ կապը կամաց թուլանում է։ Դրա համար եւ ԱՄՆ եւ Ռուսաստանը հասկանում են, որ պետք է գնան բանակցությունների, որպեսզի կարողանան լուծել։ Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը Ուկրաինայի հատվածում կարող են փոխշահավետ եւ զիջումներ անել եւ կնքել պայմանագիրը։ Հիմա է մինչև հունիսի 9-ը նրանք այդ ամենը հասկանում, բայց Պուտինի քարտեզն էլ դիտարկում եմ կրկին բարդ վիճակում է, կրկին շատ բարդ վիճակում, քանի որ նա կշեռք է,
Մարսը խեցգետնում մոտակա օրերին, չգիտեմ հարձակումներ կան, ինչ որ ճնշումներ կարող են լինել, տարածքային կորուստներ կարող են լինել, բանակում խնդիրներ կարող են լինել, որտեղ անձի քարտեզը հենց բնորոշում է տվյալ երկրի, նրանք համահունչ են իրար հետ։ Միշտ ասել եմ, որ դա հնարավոր է Պուտինի քարտեզը չի, բայց քանի որ ծննդյան տվյալները չեն, բայց քանի որ ամեն տարի արդեն մոտավորապես քանի տարի է նա ղեկավարում է իր ծննդյան օրը ամբողջ մեծ շուկով նշում է տվյալի երկում, այդ էներգիան արդեն ֆիքսվում է եւ շատ թե քիչ այդ քարտեզը կա որ թե շատ թե քիչ արդեն կարծում եմ որ աշխատում է այդ քարտեզը, իսկ այդ քարտեզում այս պահին բարդ դիրքեր են, ասեմ որ շահեկան դիրքերում են գտնվում Դոնալդ Թրամփը, նրա համար բարդ է մարտի խավարումներից այդ լուսնի խավարումը, ամսի 14-ի խավարումը, որոշ տեղեր դիրքերը հնարավոր է թուլանային հոգեբանական խնդիրներ լինել, նրա մոտ արդեն կրկին բարելավում է, իսկ Ռուսաստանի նախագահի քարտեզը տվյալ պահին թույլ վիճակում է, նույնիսկ օրեր ամսի 23, ամսի ապրիլի 4, ապրիլի 13։ Ալիևը գաղտնի դավադրություն է պատրաստում։ Արեգ ջան, նա գաղտնի չի անում, Ալիևը նա միշտ էլ նա այնքան լավ քարտեզ կա, անցած անգամ նշել է, որ Ադրբեջանի եւ նրանց ղեկավարի քարտեզները շատ բարենպաստ են, ինձ ասում են թե գովաբանում չեմ գովաբանում, սիրելի հետևորդներ։ Ես ուղղակի կարծում եմ։ Բայց հիմա արդեն բարենպաստ չի Ալիևի քարտեզը։ Բայց իր երկրի եւ իր քարտեզները շատ բարենպաստ են։ Ես կարծում եմ, որ հաշվարկված է։ Սիրելի Գայանը, խնդրում եմ պատասխանել, Հայաստանի պաշտպանական էներգիան կարծես թե վերջին տարիներին զիջումներ է ապրում, հետ է քաշվում։ Ձեր զգացողությամբ սա ինչով է պայմանավորված եւ ինչով է թույլատրել հատկապես Հայաստանի պաշտպանողականության էներգետիկան։ Մի քանի նախադրյալներ կան, նախ մեր թշնամիները, նրանք ունեն գործընկերներ, դա ինչպես եւ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ետևում կանգնած է Իսրայելը, որը աշխարհաքաղաքական թաթերաբեմում շատ բարձր դիրքեր ունի, Իսրայելին օժանդակում է ԱՄՆ-ը, Անգլիան, անգլոսաքսոնները, դրանով է պայմանավորված եւ մեր թշնամիների հզորացում, նաեւ պայմանավորված է կրոնափիլիսոփայական, մեր քրիստոնեությունը ավելի բարի կրոն է եւ մոտավորապես այս երկու ավելի հանդուրժող, ավելի դեմոկրատ։ Այո, դեմոկրատ, դրանով էլ է պայմանավորված։ Երկրորդը մոտավորապես տարուկես 23 թվականի խավարումները խոյ եւ կշեռք առանցքում էին, հիմա արդեն իսկ խավարումները ձկներ եւ կույս առանցքում են։ Ուղղակի լուսատուները արևը եւ լուսինը ձեր ասած խոյում են։ Դա էլ է խանգարում, որովհետեւ խոյը մեր քարտեզում, հայաստանյան քարտեզում եւ 1990 թվական օգոստոսի 23 եւ 1991 թվական սեպտեմբերի 21 այդ երկու քարտեզներում մեր օպոնենտների դաշտը բաց թշնամ իրենք իմիջիալոց բաց են գործում դավադրաբար չէ մեր 12-րդ տունը չի ովքեր աստղաբանությունից հասկանում են բաց թշնամիներ են իսկ նրանք կատաղի են մարտունակ են խոյն են նախ կարելի է փոխել քարտեզը բայց չգիտեմ մեր ասածները ոչ միտեղ չեն հասնի այդ ամենի համար աշխարհի ղեկավարող ուժերն են զբաղվում որքան գիտեմ Անգլիան է զբաղվում եւ զինանշանի եւ հիմնի ճիշտ է այստեղ մեր ղեկավար մարմիններն են դրանք կարող են փոխել հանրաքվեի միջոցով, բայց հիմնական թույլտվությունը այդ ամենի արվում է Մեծ Բրիտանիայից եւ այն ուժերից, որոնք ղեկավարում են աշխարհը եւ որքան գիտենք եւ մեր գերբն է թույլ եւ մեր այդ զինանշան օրներ այդ ամենը այնտեղ խոցելի տեղեր ունեն իսկ մեր քարտեզում մեր թշնամիները ուժեղ դիրքում են լավ կլիներ որ մեր քարտեզը լիներ մոտավորապես այդ ամենը տեղի ունենար 12 ժամ հետո եթե անկախությունը 12-3-ի կողմերում է եղել 1990 թվական օգոստոսի 23 այնտեղ համացանցում են կան եւ հատուկ գրքեր կան աշխարհաքաղաքական աստղաբանության որոնք դրանք փակ են ոչ ոք չի ամեն ոք չի կարող դրանք ստանել, եթե համապատասխան կրթությունը չունենա։ Իսկ ես այդ գրքերը ձեռք եմ բերել 19-րդ եւ 10-րդ փուլում եւ աստղաբանության ընդհանուր տեսությունը սովորում ես եւ վերջում պետք է սովորես աշխարհաքաղաքական այդ տենդենսները։ Սիրելի Գայանը, շնորհակալ եմ եւ հաղորդման այն հատվածն է, երբ դուք ամեն անգամ
կենթանակերպի նշաններին եք անդրադառնում եւ յուրաքանչյուրին փորձում եք տեղեկացնել նրանց սպասվող թե լավ, թե վատ իրադարձությունները։ Մենք ունենք մի քանի րոպե, համեցեք։ Սիրելի հետևորդներ, քանի որ տոներ են, նաեւ մենք այսպես հուզված ես եւ Արեկը մեր երկրի մեր շրջապատի բարդ այդ իրավիճակներով շնորհավորեցինք տոներս, շնորհավորում եմ բոլոր հայ կանանց այդ մեկ ամսյակը, ցանկանում եմ նրանց բարեկեցություն, երջանկություն եմ ցանկանում, ցավալիորեն Մարսը այս ընթացքում խեց գետնում է, բայց նա արդեն այդքան դեստրուկտիվ չէ, դրական դիրքեր շուտով կունենա եւ հա, այսպիսի հետաքրքիր դրական դիրքեր կան, մոլորակները կուտակված են ձկներում, այսպես խեց գետնում եւ նաեւ ցուլում, որքան էլ որ իրավիճակը բարդ է, բայց նաեւ ամսվա վերջ մենք ունենք բարենպաստ դիրքեր, որը ընդգրկում է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածներին։ Այսինքն հող եւ ջուր նրանք ովքեր վերջին այդ օրերին են ծնվել, եթե ցուլ ես, եթե օրինակ ձկներ են, այսպես ասեմ, ձկների վերջը խոյի սկիզբ դա գալիս է մոտավորապես մարտի 20-ի մոտակայքում։ Ցուլերի դեպքում այն կարող է գալ, եթե մենք դիտարկում ենք ցուլերի վերջին կենթանակերպ մայիսի 20-ի մոտակայքում, հունիսը անցնենք հուլիսի 20-ի մոտակայքում խեցգետինները, օգոստոսը անցնենք սեպտեմբերի 20-ի մոտակայքում դրանք կույս եւ կշերկ այդ ընթացքում ծնվածներն են, անցնենք այնուհետեւ կարիճների վերջին այդ ժամանակահատվածի ծնվածները դա նոյեմբերի 20 կարիճների վերջ եւ աղեղնավոր եւ իմիջայլոց այծեղ ջուրի վերջ եւ նաեւ ջրհոս այդ ժամանակահատվածը հունվարի 20-ի մոտակայքում շատ բարենպաստ է այդ ժամանակահատվածը փորձեք բարեկեցություն ստեղծել ձեր երազանքները կարող են կատարվել եթե ցանկանում եք ճիշտ է խավարումներ են բայց օրեր կան օրինակ ես դիտարկում եմ այստեղ ամսի 15-ներ ամսի 15-ի մոտակայքում արդեն մենք անցել ենք այդ օրերին լուսինը լինելու ամսի 23-ին այծեղ ջուրի կենթանակերպում մոտ օրերն են հենց այն օրը երևի մեր եթերը հեռացակվելու հաջորդ օրն է դա այդ օրերը ավելի բարենպաստ են կայուն նպատակներ դրեք փորձեք տան անդամների հետ այսպես ջեր հարաբերություններ ստեղծել գնումներ կարող եք կատարել բայց քանի որ Մերկուրի նահանջող է այն գնումները որոնք կապված են հեռահաղորդակցման հետ դրանք կենցաղային տեխնիկաներն են հեռախոս սմարթֆոն դրանք թողեք արդեն իսկ ապրիլի 7-ից հետո իսկ արևի խավարումը ավելի բարենպաստ է լինելու խոյի կրկին այդ ժամանակա խոյի ազդեցության տակ ծնվածների համար նոր գործեր կարող եք սկսել սիրելի խոյեր բայց նախահարցակ մի եղեք այդ ամենը պահեք ապրիլի 7-ից հետո եթե նոր ծրագրեր կան սիրելի ջրհոսներ ձեզ համարել է բարենպաստ որովհետև Պլուտոնը ջրհոսի կենթանակերպում գտնվելու սիրելի երկորյակներ ձեր համարել է բարենպաստ նոր ձեր մտքերը ձեր խոսակցությունները բանակցությունները այդ ամենը կարող է գործի դնել հենց ամսի 29-ի խավարումը անցնի արևի եւ ամսի 7-ից հետո ընդհանուր առմամբ խեցգետինները գիտեմ մի քանի ամիս է բարդ վիճակում է խեցգետինները եւ կշերկների համար է մի քիչ բարդ ձեր վիճակը կարող է թեթևանալ ապրիլի 18-ից հետո բայց սիրելի խեցգետին կշերկ խոյ եւ այծեղ ջուր կենթանակերպի այդ առաջին օրերի ծնվածները դուք մի քիչ ուշադիր եղեք որտեղ խավարումները այդտեղ են միանգամից իմպուլսիվ գործողությունների մի գնացեք հակահարված մի տվեք քանի որ խոյը ինչ է նա տաքացած այդ խոյն է իր այս պոզերը, հա, այսպես ասենք, կոտոշները կարող է հանել եւ հարվածել։ Եթե ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ են, փորձեք դրանք լուծել ամսի 1-ից 2-ից հետո, ապրիլի 1-ից 2-ից հետո լուսինը կգտնվի ցուլի կենթանակերպում ավելի հանգիստ իրավիճակում կարող եք լուծել եւ մի մոռացեք, եթե ունեք հարազատներ, որոնք գտնվում են փակ վայրերում, նրանք եւ համաներում կարող է լինել։ Օրինակ այդ խավարումը, որը տեղի ունենա խոյի կենթանակերպում այն 6 ամսվա պարբերականություն ունի հնարավոր է որ նրանք ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում համաներում լինի դե ասել եմ որ գերների վերադարձի համար բարենպաստ ժամկետ է 2025 թվականի հունիսի
6-ից մինչ հունիսի 9-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ը։ Սա ընդհանուր տենդենսներն են, սիրելի հետևորդներ, հուսամ ոչ մեկին բաց չթողեցի։ Առույցների համար էլ ասում եմ բարենպաստ է, բայց ուշադիր լինեն, Պլուտոնը ջրհոսից առաջին օրերի ծնվածները ինչ-որ քաոս կարող է բերել, մի տրվեք սադրանքների, գիտեմ դուք ակտիվ եք, փորձեք ուշադիր լինել եւ բոլոր նոր գործերը սկսեք ապրիլի 7-ից հետո, իսկ պլաստիկ վիրահատությունները, էսթետիկ միջամտությունները ցանկալի է կատարեք, եթե ոչ ապրիլի 7-ից հետո, ապրիլի 14-ն է, բայց գիտեմ, որ բավականին ժամանակ է, մոտ 1 ամիս, ուստի այդ ամենը սկսեք ապրիլի 7-ից հետո, եթե շատ հույր կարևոր չէ։ Շնորհակալություն Գայանե, որ մեր հետևորդներին ներկայացրեցիք նաև կենդանակերպի եւ հորոսկոպի նշանները։ Խոսեցիք պոզերի մասին։ Ալիևի պոզերը ջարդելու են։ Այծեղ ջուրերն է։ Մի քիչ այծեղ ջուրերի համար մեր հետևորդները կասեն, այո, կարող են ջարդել, եթե ինքը լավ չպահի իրեն։ Բառացիորեն խոսակցական կենցաղային լեզվով ասենք, այո։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք եւ ձեր մեկնաբանություններով փորձեցիք կանխատեսումներ ներկայացնել։ Նմանապես կսպասեմ իմ կանխատեսումների, թող բարդ այդ անբարենպաստ կանխատեսումները չկատարվեն, բայց բարենպաստները բերեն մեզ հաջողություն։ Հաջողություն տեսնում եք։ Այո։ Շնորհակալ եմ։ Նմանապես։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի աստղաբան հոկեբան Գայանե Սարգսյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Իրոք իրավիճակը բարդ է։ Ապրիլ ամիսը հատկապես որ օրերն են վտանգավոր, շատ լուրջ փոխզիջումների են գնացել։ Որ նրանք են նախահարցակ լինելու նրանց ասած ամսին։ Այո, հենց այդպես էլ հնարավոր, ոչ թե հնարավոր է, հենց այնպես է։ Որ օրերին է Ալիևը փորձելու հարձակվել Հայաստանի վրա։ Դա կարող է լինել ապրիլի 18 եւ 24 այդ ժամանակահատվածն է։ Խոսենք Հայաստանին սպասող վտանգների մասին։ Ինչ որ գաղտնիք է բացահայտվելու։ Թույլ չեն տալու Ալիևին։ Ով թույլ չի տալու։ Գերտերությունները Ռուսաստան եւ Ադրբեջանի քարտեզը ավելի վատ վիճակում է։ Որտեղ է լինելու առաջին վտանգավոր պայթյունը։ Ալիևի պոզերը ջարդելու են։ Այո, կարող են ջարդել, եթե ինքը լավ չպահի իրեն։